Բարեր, այսօր առաջարկելու եմ ձեզ արտամետի տոլմա։ Սա Արևմտյան Հայաստանի մի քաղաք է, որտեղ աճում է հրաշալի խնձոր, հիմքը հենց տոլմայի խնձոր է, որը այսօր առաջարկելու եմ ձեզ, ասեմ ինչ է հարկավոր այն պատրաստելու համար։ Սունկ, գլուխսող, սխտոր, խնձոր, հավի կրծքամիս, համեմ, մաղադանոց, բլխուր, կարմիր քաղցր պղպեղ, աղ, աղացած պղպեղ, կարակ և խաղողի տերև։ Խաղողի տերևները, եթե այն պահածոյացված է, հարկավոր է եռացած ջրի մեջ դնել, որովհետեւ աղը անցնի։ Իսկ հիմա սկսենք պատրաստել միջուկը։ Գործենք դեմ սիրելի ամանը, մանր կտրատում ենք սունկը։ Ամեն ինչ հարկավոր է շատ մանր կտրատել։ Լցնում ենք մանրացրած սունկը և վրան մի փոքր աղան, որպեսզի հյութը դուրս գցի։ Նկատեք, այս տոլմայի մեջ օգտագործում ենք մթերքներ, որոնք իրենց հյութը դուրս են գցել և դրա հաշվին է բլխուրը հասունանալու։ Սոսը ձևավորվել է դրա հաշվին։ Մի քիչ աշխատատար է, բայց այն շատ համար է, կարծում իզուր չենք վատնում ժամանակը։ Փոքր աղ։ Սոխն ենք քեչով անցկացնում։ Այսպես սխտորն էլ անցկացնենք քեչով։ Հերթը հասավ խնձորին։ Մի խնձորը պահում ենք, կդնենք տոլմայի արանքները, իսկ մյուսը այսպես քերենք։ Միջուկը պահենք, ողկերը քերենք։ Մանր կտրատում ենք մաղադանոսը և համեմը։ Եվ հերթը հասավ հավի կրծքամսին։ Սա մի փոքր խառնենք։ Հորիզոնական կտրված ենք անում։ Եվ մանր կտրատում։
ենք պղպեղներով և մի փոքր աղ, չմոռանանք, որ սնկի վրա աղարել ենք։ Որից հետո ավելացնում ենք բլխուրը և լավ տրորում։ Բավականաչափ սոուս գոյացավ և թող թրջվի բլխուրը։ Մինչ այդ սա թող մնա, խնձորն են կտրատելու, հավաքեմ մնացած ավելորդ ամանները, բայց հետո կշարունակենք։ Եվ ամենահետաքրքիրը, տոլման պատրաստում ենք կավե ամանի մեջ։ Լավ կիպ փաթաթում ենք և խտրեմ։ Նկատեք փայլուն մասով դեպի դուրս։ Ահա, տեսեք, առաջին շարքը շարելուց հետո դնում ենք խնձորն է շերտատած։ Որից հետո շարում ենք երկրորդ շարքը։ Շարում ենք մնացած խնձորները և փակում ալյումինատ խտով։ Որից հետո կավե ամանը կդնենք ջեռոց։ Ջեռոցը միացնում ենք 190 աստիճան և թողնում ենք այնտեղ 35 րոպե։ Արտամետի տոլմա, խաղողի տերևներ 1 տուփ, ագարիկոն սունկ, շամպինյոն 250 գրամ, հավիդոշ ոչ մեծ կտոր, մոտավորապես 250 գրամանոց, կարելի մի քիչ ավելին էլ վերցնել, մանր բլղուր 150 գրամ, սոխ 2 գլուխ, սխտոր 2-3 բջեղ, կանաչիների փունջ, որի մեջ կարող է լինել սամիտ, համեմ և մաղադանոց, կես կապ, խնձոր, 2 խոշոր խնձոր, աղ, պղպեղներ, կարակ 20 գրամ։ Պատրաստման եղանակը՝ ագարիկոն սունկը մանր կտրտել, լցնել թասի մեջ, վրան քերել սոխը, սխտորը, 1 խնձորը, ավելացնել մանր կտրտած մաղադանոսը, համեմը և սամիթը, զանգվածը խառնել, հավիդոշը լայնակի շերտատել, ապա մանր խորանարդների կտրտել, լցնել թասի մեջ, պղպեղներ, աղ անել, լցնել բլղուրը և լավ տրորել, մյուս խնձորը կտրտել, խաղողի տերևի վրա խճողակ դնել, տոլմաներ փաթաթել,
եւ շարել ջեռոցի համար նախատեսված կավե ամանի մեջ։ Շարքերի միջև խնձորի կտորներ շաղ տալ, երեսին էլ խնձորի կտորներ դնել, վրան ալյումինաթուղթ քաշել եւ 190 աստիճան տաքացրած ջեռոցում եփել մոտ 35 րոպե։ Առաջարկում եմ պարզագույն մթերքներով պատրաստել հրաշալի ընթրիք։ Այն պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է կանաչ պատիճավոր լոբի, պինդ պանիր, կարող եք վերցնել դեղին պանիր, սխտոր, մաղադանոց, թթվասեր, ընկույզ, ձու, պաքսիմա, տարածած սև պղպեղ, աղ եւ բուսեյղ։ Պատրաստելու ենք պանրի գնդիկներ, իսկ հետո կանաչ լոբով պատրաստենք հրաշալի սոուս։ Ինչ սկսենք պանրի գնդիկներից։ Հարկավոր է ձվի դեղնուցը եւ սպիտակուցը առանձնացնել։ Հարիչի ամանի մեջ կգցենք սպիտակուցը, քանի որ առաջինը մշակելու ենք սպիտակուցը։ Զգույշ եղեք, որպեսզի դեղնուցը չգնա հարիչի ամանի մեջ, այլապես չի ստացվի։ Մի պտխոնց առենք անում սպիտակություն և հարում ենք։ Մինչ սպիտակուցը հարվում եմ, քերիչով անցկացնենք պանիրը։ Հենց սկսեցին ալիքներ ձևավորվել, ուրեմն պատրաստ է սպիտակուցը։ Սեք չի թափվում ամանից, ուրեմն այն պատրաստ է։ Հենց սրա վրա ավելացնում ենք պանիրը։ Եվ լավ խաղում ենք։ Հետո վերցնում ենք աման, ձևավորվենք գնդեր պանրից։ Եվ շարում ենք ամանի մեջ։ Հիմա տես թե ինչ ենք անելու։ Ինչ։ Սա դնելու ես սառցախցիկը։ Միացնելու ես կրակը, որպեսզի ջուրը սկսի եռալ լոբու համար։ Ես սա լվանամ եւ գամ։ Ապրես, ջուրը արդեն եռում եմ, ընդհանրապես մի փոքր։ Իսկ սառցախցիկը դրեցիր գնդիկները։ Պայման։ Լավ։ Մի փոքր աղ եռացող ջրի մեջ։ Եվ հարկավոր է քաշել կանաչ պատիճավոր լոբիները։ Ես առաջարկում եմ այն չկտրատել, որպեսզի հյութը մնա իր մեջ։ Հետո որ անհրաժեշտություն լինի, կկտրատենք, ամբողջական ենք քաշում։ Եռալուց հետո 7-ից 8 րոպե ոչ ավել։ Եվ սառը ջուր է պետք մեզ, որ հետո
Քամելուց հետո լցնենք վրան։ Մինչ այդ գործի ենք դնում սիրելի ամանը։ Սխտորի վրա մի փոքր աղանում եւ սկսում ենք տրորել։ Տեսեք, սխտորը արդեն մածուցիկ դարձավ, հենց այդ ժամանակ լցնում ենք ընկույզը եւ սկսում ենք հետը տրորել։ Սա էլ լավ տրորելուց հետո մանրացնում ենք մաղադանոսը։ Ցել հարկան շատ մանր կտրատել։ Սել լցնենք սիրելի ամանի մեջ, պոպոքի և սխտորի հետ լավ կտրորենք հիմա, հրաշալի բույր է, փոքր աղ և պղպեղ։ Հենց զգացինք, որ մաղադանոսը սկսում է հյութը դուրս գցել, այդ պահին ավելացնում ենք թթվասերը։ Թողնում ենք մի փոքր համերը միանան իրար։ Լոբին արդեն բավականաչափ խաշվել է։ Քամում ենք։ Վրան լցնում սառցաջուր։ Ինչու համար ենք անում դա։ Ինչի համար ենք անում։ Որ գույնը չփոխվի եւ եռը դադարի։ Այո, եփ կանգն, այո։ Թող քամվի։ Վերադարձրու իդ պանդի գնդիկները։ Եթե դժվար չի կբերես սոտեյնիկը, քո սիրելի։ Մինչ այդ դեղնուսը հարկավոր է հարել։ Դիրկրակին և առատ բուսայով լցրում։ Ինչ դժվար գործ կա, ինձ է ստանում։ Սեղմիր թող արակից։ Կրակով առիր, թող, տակ, նա։ Վերջ կարող ես սրանք հավաքել այստեղից, լոբին թող մնա։ Լցնում ենք աման, լցնում ենք մաքսիմատ, իսկ ինչ ենք ամանում, այսպես։
Սա տաքանում է։ Խանգարում ես։ Իրոք եմ։ Նա գդրաթար եմ խանգարել։ Այսպես։ Վերցնում ենք սառած պաների գնդիկները, սառացել ենք, որովհետեւ կարողանանք այն մշակենք, այսինքն շարունակենք մշակել։ Գցում ենք դեղնուցի մեջ, բոլոր կողմերից այսպես պատում ենք դեղնուցով եւ գցում բաքսիմատի մեջ։ Գործողությունը կրկնում ենք։ Ցանկալի է կրկնել։ Դեղնուցի մեջ եւ ցանկալի է չծակել եւ մաքսիմատա պատում։ Նույն ձևով մշակում ենք մնացած գնդիկները։ Մոտ 2 րոպե տապակում ենք, շատ չանենք, որպեսզի պանիրը չհոսի։ Ես հարկավոր եմ անձեռոցով վապսը։ Տեսեք ինչ կարմրաթուր գնդիկներ են։ Այս մեկը ուշացրեցինք, տես պանիրը դուրս եկավ, չկա այլ ուշացնել։ Վերադառնանք կանաչ պատիճավոր լոբուն։ Սոուսը կա, լոբին ջրքանվել է, լցնում ենք սոուսի վրա, խառնում ենք։ Մնաց մատուցենք։ Վերջ։ Պանրով գնդակներ։ Դեղին պանիր որևէ տեսակի 200 գրամ, ձու 2 հատ, պաքսիմատ մոտ 1 բաժակ, բուսայուղ 250 մլ, աղ, սև պղպեղ, կանաչ լոբի մատուցման համար մենք նախատեսել ենք 300 գրամ, թթվասեր 100 մլ, մաղադանոց փոքր փունջ, սխտոր, կես միջին պճեղ կամ 1 փոքրիկ պճեղ, ինչպես նաև ընկույզ 1 ճաշի գդալ։ Պատրաստման եղանակը. ձվերի դեղնուցներն ու սպիտակուցներն առանձնացնել, սպիտակուցներին մի պտղունց աղ անել, գործիքով լավ հարել, մինչև պինդ փրփուր ստացվի։ Գործիքն անջատել, սպիտակուցին ավելացնել խոշոր քերած պանիրը, խառնել, զանգվածից 12 գնդիկ ձևավորել և սրանք 15 րոպեով դնել սառցախցիկը, որպեսզի մի քիչ պնդանան և պահեն ձևը։ Կանաչ ամբողջական լոբին գցել եռացող աղ արած ջրի մեջ և եփել 7-8 րոպե, ոչ ավելի։ Սխտորին աղ անել, տրորել, ավելացնել ընկույզը, մանրացրած մաղադանոսը, միասին լավ տրորել, դրանից հետո ավելացնել թթվասերն ու մանր կտրտած մնացած մաղադանոսը, խառնել։
Լոբին ջրքամել, վրան սառը ջուր լցնել, կրկին ջրքամել, ձվի դեղնուցներին աղուսև պղպեղ անել, հարել, սոտեյնիկի մեջ բուսայուղ տաքացնել, պանրի գնդիկները թավալել պաքսիմատի մեջ, թաթախել դեղնուցի մեջ, կրկին թավալել պաքսիմատի մեջ և 2 րոպե բուսայուղով տապակել։ Հարկավոր է հետևել, որ պանիրը չհասցնի գնդիկներից դուրս հոսել։ Գնդիկները տեղափոխել թղթե անձեռոցիկի վրա, սոուսն ու լոբին խառնել իրար, կողքին պանրի գնդակներ դնել և մատուցել։